Սիրում եմ աճացնել։ Ինչ մեղքս դարձել է, սիրում եմ աճացնել։ Դայ, հարցը գիտես ինչու՞մն է, հարցը կանում է նրանում, որ եթե օրգանիկ է այդ միշտ արդյունք գրանցել է ինքը թափա չէ տալիս։ Նույն հավանականությամբ մենք կարող ենք նստենք սենց խոսայինք առանց դրա։ Ու ինքը ոնց որ էլի տեղի ունենար ու էլի լավ լներ։ Հիմա մենք կիսում ենք, ճիշտ է, կիսում ենք դե այնքանա որ, հա, կիսում ենք ու ես էլ դու էլ մեզ նաստրոյկա ենք անում, որ դե հմի խոսքի 1000 կադրից չենք վեկալում խոսքի, ինչ որ կադրեր միավորում իրար վրա, որ դառնա ինչ որ եսի ինչ, հասկանում ես սենց։ Մի կադր ենք տալիս ու ես էդի հասկանում եմ, որ ինչքան էլ մեր խոսածածը նյութ ունենա, երբ որ դու մարդկանց տալիս ես մի կադր, իրանք վիզուալի հետևից են գնելով, վիզուալային դոպամիններ չապրելով, իրանց անհետարքի է։ Համաձայն, հա։ Դե թեմաներն էլի, ասենք, նայում ես հիմա ինչքան զրթու զիբիլ կոնտենտ կա խոսքի YouTube-ում բացում ես, ապա ինչ որ օրդ ինչ են արա, ասենք խոսքի ինչ որ անհասկանալի դեմքեր են, ապա սենց պատիգույն դեմքերով ինչ որ ես իմ ինչեր են խոսում, բախի եմ, մասի դուրը աչ, սենց ինչ որ բաներ են խոսում, բայց 1000 կադրից նկարել։ Ու միլիոններով լսում են, հա, մարդիկ էլ լսում են դե։ Հա, հա։ Որտեվ հեշտ է ջոգում ես, ասենք, բան չի ասում, ամբռնելը հեշտ է։ Ճիշտ ես ասում։ Այդ ոնց որ գնաս չիփս ուտես խոսքի կամ գտալով շաքար, ասենք։ Հեշտ է ուտել ինչ։ Հա, բայց դրա հետևանքը ոչ միտը։ Հա։ Դրա համար էլ են որ մտածում եմ, ասում եմ, բայց ես սիրում եմ։ Ես սիրում եմ, որ մենք մնում ենք այդ դրա մեջ։ Այսինքն ես սիրում եմ այն փաստը, որ 1000 կադր չես տալի, որ մարդը վիզուալ դոպամին ապրի։ Այլ դու ասում ես, եթե նյութը կուզեք, ըմբռնեք, կամ եթե կհետաքրքրի թեմաներ էլի, որ լսողը մտածի էլի։ Հա, ու գիտես հարցը որն է, որ կարծիքը ձևավորի ոչ թե տենց ասի, հա գույնս գույն, եսի ինչ կամ եսի։ Ու անգամ մենք մեր թեմաների մեջ էլ ենք լիքը խառը, որովհետև մի զրույցի մեջ կարա անենց մոստեր թռնենք, որ մի զրույցից հետո մի անգամից թռնես մյուսին, մեջտեղը ոնց որ ոչ մի բան չթողես, օրինակ եմ, հա, ասում։ Էդ էլ զուտ նրա համար, որ համապատրաստից խոսում ենք, բայց էդ էլ է ինձ հաճելի։ Ես անկեղծ եմ քեզ ասում, եթե խոսքի մեզ մնար, որ ըլներ թեմանեն, որ գիտես ինչ, հա, YouTube ենք անում բան, պետք է դնեիր, մշակեիր բան, բայց այս զրույցների կարոտն եմ ես։ Որ ամեն ինչ օրգանիկ լինի, ամեն ինչ ուղղակի ինքը իրանով գա ու դրա համար սաղ լավ է։ Արա որտեվ տանում անգեր այդ ամեն ինչը բանին էլի։ Նայ հիմա շատ է չէ արագանում կյանքը եւ այլն, ասես լիք ինֆորմացիա գմ։ Բայց ճոգում ես որ այդ հետաքրքիր է որ ես վերջերս լիք ուրիշ մարդկանց մոտել եմ այդ տենդենսը տեսել որ ձգտում են դեպի ավելի པարզ ինչ որ վիճակների էլի։ Չգիտեմ լոքս ինչ որ մատ անտառում լորվի կամ գնա ձկնորսության sense ինչ որ մի բան էլի որ կարողանա կապվի ինքը իր հետ աստծո հետ ինչ որ մի բան ջոգի էլի ապրածից ոչ թե տենց ինչ որ հելնի առավոտ հա տենց թերթ կարդալով կոֆե խմի հաց ուտի sense ավտոյի մեջ ռադիո լսես գնա գործին դեսես միտինգներ բանսես գմփ վերջում ոչի բան չջոգի էլի ուղղակի ոնց որ դետալ լինի իր անելիքներն անում ոչ բան չի դառնում դրանից։ Ինչքան հեշտ է, չէ, Աստծուց հեռանալը, բայց Աստծուն մոտենալն ինչքան դժվար։ Չգիտեմ, ես օրինակ ամեն քայլի զգում եմ, որ կյանքը միշտ տանում է քեզ, որ դու Աստծուց հեռանաս։ Բայց ինքը շատ չնչին շորշոփներ է քեզ տալիս, որ դու Աստծուն մոտենաս։ Բայց շորշոփները այնքան անտեսանելի են շատ կներես, որ դու շատ պետք է խորանաս, որ գտնես դրանց հետ շոշափման կետը։ Իսկ Աստծուց հեռանալու կետերը այնքան շատ են, որ դու ուղղակի քո օրը ապրելով, քո անհանգստություններն ապրելով, մեկից մեկ ոնց որ այս աշխարհիկ անհանգստություններ են, որ մատի ճտոցի պես քեզ հեռացնում են Աստծուց։
Հետո դու մնալով դրա տակ ասում ես ո՞նց ալում, որ էսի այսքան հեշտ է հեռանալը, բայց մոտենալը այսքան դժվար։ Հանգստության գալը ինչքան դժվար է, չէ՞։ Երբ որ դու դարդեր ունես, երբ որ դու անհանգստություններ ունես, բայց անհանգստանալն ինչքան հեշտ է։ Էդի կոմեջ հարցեր չի առաջացնում, որ ասես խի։ Բայց ո՞նց է այդ մոտենալու process-ը ոնց է անում։ Օրինակ ես այդ որ խոսում էի, դա պատկերացնում էի խաղաղվելով, այսինքն եղած բաները ոչ թե ուղղակի լուծում ես, այլ անջատում ես այդ բային։ Իմ մոտ էլ է էդի։ Իսկ դու մարդու մոտ միշտ տենց մխված է, չէ՞, իր գիտակցության կամ իր մտքի մեջ գիտակցության, չէ, որ մի բանը պետք է լուծես, որ հետո թողի։ Բայց ինձ թվում է ամենաբարձր գիտակցությունը հենց այնտեղ է, երբ որ չլուծված դու խաղաղ ես։ Ոնց անես, երբ որ չլուծված է ու դու խաղաղ ես։ Համ դու դրա մեջ ես, համ խաղի մեջ ես, համ էլ անհանգիստ չես։ Ու երբ որ ես ինքս ինձ այդ հարցը տալիս եմ, թե որտեղ է այդ կետը, որտեղ որ ես կարամ գտնեմ, այդ կետը հենց այնտեղ է, երբ որ դու ոչ թե հույսդ ու ոչ թե ապավինում ես քեզ, այլ համ ապավինում ես քեզ, համ էլ ապավինում ես կյանքին, որ ինքն էլ իր լուծումն ունի։ Դու քո կողմից անում ես, ու ասեցի շնորհակալ եմ, խաղաղ եմ, որովհետև մտքիդ մյուս ծերում կա, որ մյուս կեսն էլ կյանքն է քեզ բերելու։ Էդի են նույնը չի էլի, որ ասես, գիտես ինչ, դե հա լռվեմ, սպասեմ, ինչ կբերի, դες մարդիկ էլ չէ կան, որ են որ լռվում, սպասում են, դե Աստված կտա, կամ մի բան կլինի։ Ընտրությունները անցնի տենանք ինչ։ Հա։ Սա ոնց է հիշում, դες բաները դու ընտրությունները անցնի տենանք ինչ։ Ես իմ ով գա, տենանք ինչ կլինի։ Հա։ Որ ասենք խոսքի հենց քրիստոնեության ուժն է դրա մեջ է, չէ՞։ Որ ասում է ուղղակի ոնց որ վստահի ընկեր, հավատա, վստահի անելուն այդ արա էներգիայով լի։ Բայց այսինչ բաներ արա, այսինչ բաները մի արա, որտեվ էդի խղճիդ վրա հետո վատ է նստելու։ Դուրս նույնիսկ եթե նայում ես որպես ոչ քրիստոնեական օրենքներին, դուրս որ ահագին իմաստ ունի էլ ինգիր, ասենք եթե գողացար խոսքի տանջվելու ես, ասենք քանի շաբաթ, քանի ամիս պետք է տանջվես չքնես խոսքի էլի։ Հա։ Ասենք մեկի արած վատության վրա դու է վատություն անես, ասենք ինչքան ժամանակ ես տանջվելու, քնելուց էդի հիշես sense։ Բայց եթե մեկը վատ անում, դու լավ ես անում իրան, այդ արած վատի դիմաց։ Արա ջոգում ես ոնց որ լուծվավ, էդի cancel եղավ։ Ու ջոգում ես որ այս օրենքները ուղղակի կյանքի օրենքներ են, այսինքն դու կարաս չգիտեմ, նույնիսկ քրիստոնյա չլինես, բայց այս օրենքները վեկալես, էդի կիրառես քո կյանքի վրա։ Ու ջոգես թե ինչքան շատ բան է փոխվում դեպի լավը, դեպի հանգիստը, դեպի խաղաղը։ Ու այդ խաղաղն է նաև շփոթում են բանի հետ, sense լոքշի հետ են շփոթում, sense ճահճության հետ են շփոթում։ Բայց չէ, խաղաղն էլ ոնց որ նշանակում է դու էներգիան մեջդ լիա, ձեռներումդ էներգիան եռում է, բայց հոգումդ հանգիստ է, sense դատարկ է, ոնց որ հանգիստ, sense ջուր է հոսում։ Բայց էներգիան ձեռներիդ մեջ է, հա։ Ձեռներիդ մեջ է, ուղեղիդ մեջ է, մարմինդ ամբողջովին ուղեղդ միտքդ այդ էներգիայով լիվ է, բայց հոգիդ հանգիստ է։ Լրիվ դատարկ։ Դու գիտես, որ ճիշտ բան ես անում, խղճիդ առաջ հանգիստ ես, հա, խղճիդ կամ չգիտեմ, ասու առաջ մաքուր ես, անում ես այն ինչ որ ճիշտ ես գտնում, ու բրծ, այդքան բան, ուղղակի էդի անում ես։ Այդ կասես խաղի մեջ ես, բայց հանգիստ ես, խաղ ես, չես մտածում, բա ինչ կլինի վաղը, բա այսպես ոնց կլինի, բանն ես ոնց կլինի, ուղղակի վստահում ես process-ին։ Հա։ Ու գնում առաջ։ Խաղաղությունը իմ համար էլ է այդ ցիրկուլյացիան, որ ազատ է։ Այսինքն իմ համար խաղաղությունը ոնց որ sense վիզուալիզացնեմ, ինքը այն պատկերը կամ այն գործողությունն է, որ ոնց որ sense շլանգով ջուր է այթում։ Ու այդ շլանգով ջրի ինչ որ մասերում sense խցանումներ կան։ Կամ խոսքի այդ բանը, այդ դու ասա, այդ շլանգը ունի այս դեցիմետրը, այս բանը,
դու ասա դեցիմետրը Տրամագիծ։ Տրամագիծը կներես։ Ու այդ տրամագիծը գնալով խոսքի ինչ որ տեղերում սենց նեղանում է։ Ինչ տեղերում նեղանում է։ Այդ նեղացած տեղերը ոնց որ իրանք թույլ չեն տալիս, որ ջուրը ինքը նորմալ ցիրկուլյացիա ունենա, ու ջուրը սենց ճնշում է գոյացնում, սենց էլի բանալում, սենց ներսումդ ու երբ որ անհանգիստ ես, նորից է տենց է, չէ՞, սենց ինչ որ ճնշումներ է գոյանում, սենց նյարդայնանում ես, սենց ամեն ինչ համակարգը խառնվում է իրար, բան։ Ու երբ որ օրինակ այդ տրամագիծը ինքը բոլոր տեղերում հավասար է, ջուրը ինքը իր համար հոսում է։ Նույն կոնստանտ իր արագությամբ պտտում է ջուրը։ Չի գնում այդտեղ նեղանում, սենց ճնշում, հետո նորից սենց ինչ որ բացվում, էլի ջուրում ես։ Ու խաղաղությունը իմ համար օրինակ այդ տեսքը ունի։ Ու երբ որ օրինակ ես խաղաղ չեմ, լարված եմ, ես զգում եմ, որ ինչ որ տեղերում իմ մարմնում ինչ որ խցանումներ կան, էներգետիկ, որոնք թույլ չեն տալիս, որ այդ ցիրկուլյացիան ինքը նորմալ կատարվի, որի արդյունքում ոնց որ դու ոնց որ քո բնականon հունից ընկնես, որովհետև խցանումներ են ստեղծվում։ Ու հենց այդ կետն է գալիս դրանից հետո, թե ոնց անես, որ այդ խցանումները չստեղծվեն, ոնց անես, որ այդ հնից եկած, քո մանկությունից եկած այդ տեղերը, որտեղ եկե նեղացել են, այդ տեղերը լեն մնան, որովհետև ժամանակ առ ժամանակ իրանք լենանում են, սենց, երբ որ անհոգ ես լինում, երբ որ հասնում ես ինչ որ մի պահի, որտեղ որ всё անհոգություն է, բայց հետո երբ որ նեղություն է գալիս, էլի սենց բարակում են, ասում ես ընկեր, սպասիլը սրա լուծումը ես ոնց գտնեմ, որ ինքը չնեղանա էլ, ճոգում ես։ Ու հետո դու հասկանում ես, որ այսինքն ես ինքս իմ մեջ այդ էքսպերիմենտներով էսովենով ես եկել եմ նրան, որ եթե ուզում ես ինքը լեն մնա, մենակ դու չպետք է կարճես քեզնից։ Քեզ պետք է կապես Աստծուն։ Քեզ պետք է կապես այն ամեն ինչին, ինչը որ քեզ է ստեղծել։ Ու պետք է ոնց որ չհեռանաս այն մտքից, որ դու ստեղ փոքր ես, ճահճի մեջ ես։ Դու ոնց որ պետք է երեք ոնց էր Գոքորն ասում, ոնց որ պետք է հեռանաս քեզնից, հելնես վերև, մի հատ վերևից քեզ նայես, դու ինչի մեջ ես։ Հելնես տիեզերք, խոսքի տիեզերքից նայես, թե դու ինչքան փոքր արարած ես, ու այդ քո խնդիրը ինչքան փոքր է, որը որ քեզ ճնշում է, այդ ժամանակ դու մեծանում ես։ Հա։ Ինչ ես կարծում, ոնց է սահմանում բարի ու չար մարդուն։ Ըստ քեզ կան բարի ու չար մարդիկ։ Իսկ ըստիս չկան։ Ըստիս ոչ թե կան բարի ու չար, ըստիս կան փորձառություններ։ Մարդկանց տեսքերով։ Մարդկանց տեսքերով փորձառություն։ Մարդկանց մոդելներով փորձառություններ կան։ Ու մենք, որ հելնում ենք անգամ քայլելու, մենք շատ ժամանակ էդի փորձառություն չենք համարում։ Բայց ամեն ինչ փորձառություն է այս կյանքում։ Ու անգամ երբ որ մենք հանդիպում ենք մարդկանց մեր ճանապարհներին, դա էլ է փորձառություն։ Հələ չխոսամ նրա մասին, երբ որ այդ մարդկանց հետ կոնտակտ ենք ունենում, այդ մարդկանց հետ սոցիալիզացվում ենք, ու այդ մարդկանց տվածը ու վերցրածը իմ համար մենակ փորձառություն է։ Ես այտենց եմ դա սահմանում։ Ու այդ ամեն ինչը ոնց որ գալիս է հենց նրա համար, որ մենք կարողանանք ինքներս մեր մեջ գտնենք պունկտերը տարանջատման, թե ինչ ենք ումից վերցնում, ինչ ենք ում տալիս, ինչ ենք ուզում դրա արդյունքում դառնալ, ով ենք ուզում դառնալ դրա արդյունքում, այդքան շաղախվելու արդյունքում ով ենք ուզում դառնալ։ Բաստ քեզ։ Այս վերջերս ես մտածում եի, որ միջև այդ տենց էի մտածում, թե չկան բարի ու չար մարդիկ, ոնց որ մարդիկ նույնն են, ինչ որ տարբեր, չգիտեմ, փորձերից թերծված, հա, մեկը մի ձև, մեկը մի կերպար, մեկը մի ուրիշ կերպար եւ բայց այս վերջերս հասկացա, որ կան նաեւ չար մարդիկ, ու նաեւ ոնց որ ասենք չար մարդուն ոնց եմ սահմանում ես։ Չար մարդուն սահմանում եմ հետեւյալ կերպ, այն մարդը, որ քո խաղաղությունը ամեն ձև փորձում է փչացնի կամ փչացնում է, սահմանում եմ որպես չար մարդ։ Բարի մարդ է կամ չգիտեմ, լավ մարդ է, քեզ խաղաղություն տվող մարդն է։
Բայց բնականաբար ստե ուրիշ հարց կար առաջանա, ոնց որ խես թողում, որ դու արտակին ինչ-որ մեկը ոնց որ ազդի քո խաղաղության վրա, էլի դու քո խաղաղությունը պահի, ոնց որ միթը, որ այդ ճակերտավոր չար մարդը ոնց որ իր անհանգստություններն ու տագնապները լցնի քո վրա, որ sense խաթարի քո խաղաղությունը։ Բայց կան ապա ինչ-որ մարդիկ կան, որոնք որ թե իրանց փորձից ելնելով կյանքի, թե չգիտեմ ինչ-որ տրավմաներից եւ այլներից այդ ձև են ոնց որ վերածրագրավորվում, որ ամեն ձև sense քո խաղաղությունը խաթարում են։ Ամեն ձև։ Ու եթե ինչ-որ կապ ես ունենում իրանց հետ կամ կախում ես ունենում, sense ինչ-որ փոխադարձ կապ ալինում եւ այլն, նեղանում ես։ Հա, տանում է քեզի կործանման, էլի, դա այսքան չգիտեմ, նես մի հատ սիտուացիա, որ ինչ-որ ժամանակ երկար ժամանակ չես կարող ազատել, չգիտեմ, ավտոբուսի մեջ չես էլի այդ մարդու հետ, ասենք հաջորդ կանգառ իջնելու ես։ Օրական 8 ժամ պետք է հետը գործունեություն ծավալես։ Հա։ Ու ինքը անընդհատ խաթարում է քո հանգիստը, խաղաղությունը։ Ու դու ինչքան է որ քեզի տիրապետում ես, ինչքան կպած ես քո ներսին, ինչքան քեզ ճանաչում ես, բայց մեկը ինքը դրթում է քեզի անել նենց բաներ, ասել նենց բաներ ու մտածել նենց բաներ, որ դու կյանքում տես բաներ չէիր մտածի։ Ճոգում ես։ Ու կան, ասենք շատ քիչ, բայց այդ ձևի մարդիկ հանդիպել են, որ ասենք դու նստում ես մտածում ես, ասում ես, ինչ եմ ես մտածում, ինգեր ոնց որ այսօր այս մարդը ինձի բրթե, այդ իր էներգիայով, հա, չասեմ շարժ ձև եւ այլն տրամաբանություն, որ դու sense նստում ես ու մտածում ես, ես ինչ sense սցենարներ, որ вообще քոնը չի, որ ընդհանրապես քոնը չի, հա, էդի կլինի, չգիտեմ, ասենք վրեժ ես մտածում ինչ որ sense խոսքի, ասենք Կոմս Մոնտե Քրիստո ես գցում գլխիդ մեջ, թե խոսքի, չգիտեմ, տենց տագնապներ ես գցում գլխիդ մեջ, ասում ես, որ էսի sense լինի բան, sense։ Սա վարկածներ է, էլի չէ։ Հա, այսքան խաղաղությունը կորում է, էլի, դա ոնց որ կա իհարկե ստրատեգիա, պլանավորում, մտածել, բայց կա նաև ոնց որ դրանից մի քիչ որ անցնում ես, արդեն մտնում ես տագնապ, էլի, չափից շատ ես մտածում, այդ overthinking-ն է գալի, ինչ-որ անհավանական սցենարներ ես հաֆրցնում գլխիդ մեջ, ու ճոգում ես խաղաղությունը խաթարվավ, էլի, այն համատեզերական միտքը, որ ոնց որ մեկը ծնվել եմ մեռնելու համար, դա ոնց որ կորի գնանք, դու մոռանում ես, որ դու մեռնելու ես, դու մոռանում ես ոնց որ այս տեզերքում այդքան կարևոր։ Ասենք դառնում է այդ խնդիրներից այս տեզերքի չափ, ու դու ասում ես, «Всё, եթե այս խնդիրը չլուծվավ, ինչ որ տեզերքի հավասարակշռությունը խախտվելու է, բան, sense այս ձևի էլի»։ Մարդու կենթանին է, էլի։ Մարդու մեջի կենթանին է, չէ։ Իսկ թվում է ավելի բան է, էլի, եսիմ։ Մարդու ստեղծման ուժն է, ինձ թվում է, որ ինքը որպես կենթանի այնքան դոմինանտ է։ Այսինքն իր լինելիությունը որպես կենթանի այնքան դոմինանտ է, որ ինքը ահավոր շատ է գերակշռում, քան իր հոգևոր կողմը։ Ու մենք ինչքան էլ մեր հոգևոր կողմը ոնց որ զարգացնում ենք, երբ որ մենք շաղախված ենք համակարգի հետ, ու մենք ծառայողն ենք համակարգի, այդ անազատությունները գումարվում են ու այն բոլոր անգլերեն ասված ինֆլուենսները, որ գալիս են միջավայրից, շրջապատից, գործի մեջ, հազար ու մի կողմերից, գումարվում են ու գալիս են հենց շեշտում են մարդու անապահովության վախը։ Ու այդ անապահովության վախը, որ կպնում է, որ նվում ես։ Նվում ես ու դու զգում ես այդ պահին, որ էդի կյանքիդ համարժեք ինչ որ ցավ է ջոգում ես, նկատի ունեմ ոնց որ կյանքից հետ քեզ կտրեն, այդ այնց ինչ որ զգացում, այդ տագնապը, հա, որ կյանքիդ վտանգ է սպառնում, սենց ինչ որ զգացում, այդ տագնապը լինել, ոնց որ կյանքդ ունես, բայց ոնց որ չունես, ոնց որ ասենք հերո սաղից ոնց որ ձեռներդ կտրեն, ասենք ավելի լավ է մեռնես մի անգամից կանտի խոսքի դա։ Ոնց որ դու չես քո որոշման տերը կամ քո, այսինքն քո գծածի տերը դու չես, որովհետև այնտեղ վարկածներ կա, ինչից կախված է քո այդ ընթացքը, ու դու հանում գումարում ես, կարող է խոսքի դու 10 հատ վարկած ունես, որից մեկը նա խոսքի մի քիչ հավանական, որ գնա այն գծով, որը որ դու ես ուզում գնա։ Մնացած 9-ը
Հաստատ այն վարկածներն են, որ միտեղ ժերտվաներ ես տալու կամ 5 ժերտվա կամ 4 ժերտվա։ Ու այդ ժերտվաները բոլոր իրանք դուրս են գալիս քո առողջությունից։ Դու չես ուզում առողջություն կորցնես, ուզում ես փթթուն կյանք ունենաս, ուզում ես առողջ մնաս քո կյանքի մեջ, որովհետեւ դու կյանքը սիրում ես։ Ու այդ կյանքը սիրելը հենց դրված է ինձ թվում է մարդու կենթանու հիմքում, կենթանակերպի հիմքում, որ դու ուզենաս միշտ քերելով պատերը մնաս կյանքում առողջ, կյանքը սիրես, բայլես, գուրգուրես։ Ու երբ որ բաներ են գալի կյանքումդ, որոնք որ կարան մի թեթև կտրեն քո այդ ազատությունից, այդ կյանքասիրությունից, ահռելի տագնապ է գալի գլխիդ, ասում ես, «Արա, ես ինչ էր արել»։ Սրա տակից ոնց հելնեմ ես, որ ռիսկերի չենթարկեմ իմ ազատությունը, իմ հետագա կյանքի ընթացքը, որ դա գնա այն հունով, որը որ ես գծել եմ։ Իսկ դա յուրաքանչյուր մարդու մեջ է այտենց։ Ուղղակի ես չեմ լսել, երբ որ մարդիկ դրա մասին խոսան։ Շատ բաներից չեն խոսում մարդիկ։ Իրաց թվում է թե մի հատ են կյանք ապրելու, այս մեկը ապրեն այնց որ սաղ իրանց լավ իմանան։ Հա, չէ։ Հետո մյուսը նոր կապրեն հենց ոնց որ Արա, այդ վախը, թե քեզ ոնց կիմանան։ Օր այդ վախը լրիվ մեջս կորել է, լրիվ անկեղծ եմ քեզ ասում։ Թե ոնց կիմանան, ոնց կնայեն, ոնց կվերաբերվեն։ Արա, բայց ախր դու թքած ունես այդ մարդկանց վրա։ Հա։ Ու դու փորձում ես այդ մարդկանց վրա լավ տպավորություն թողես։ Դու համ իրանց վրա թքած ունես, իրանց ոչ մեկի խորհուրդը քո համար արժեք չունի։ Դու գնում ինչ-որ վարկով, չգիտեմ, iPhone ես առնում, որ իրանց տրակցնես ու տենց ասում ես, ես նենց քայլեմ, նենց խոսամ, որ տրակեն։ Արան չի մարին գերարա, սր Միջ դժվար է, էլի, ես ջոգում ես, պիտի դանդաղ ասես, սենց էլի ասես ու լսես այս արտահայտությունը, որ նստի մեջ է, էլի, բայց որովհետև քեզ լիքը տրակացրել են մինչև այդ, հասկանում ես, ոնց որ այդ գործոնները ինչներից եկած, կերել ես լիքը, ու ոնց որ մնացել է, դա ասում ես, դե եկեք, ես էլ իմը ցույց տամ ձեզ, սենց է դառնում, հասկանում ես։ Հետո 1 ես ցույց տալիս, 5 ես ցույց տալիս, 10 ես ցույց տալիս, ջոգում ես արա։ Բրե ինչ եմ ցույց տալիս, արա։ Էլի չստա։ Չգիտեմ, բայց իրոքով դժվար է ապեր խոսալը։ Մարդու համար դժվար է խոսալը։ Արա, բայց ես իմ ինգեր։ Չէ, ի նկատի ունեմ, դժվար է այն առումով, որ դժվար է այդ որոշմանը գալը, որ կայնի խոսամ։ Ու դա այնքան տխուր է, որովհետև դու չես լսում այն զրույցները, որոնք որ անկեղծ են։ Դու չես լսում այն զրույցները, որոնք որ թափանցիկ են, որոնք որ իսկապես կան։ Դու լսում ես մենակ այն զրույցները, որով արա ասենց ինչ որ հաջողակության հավայի գրքեր կան, չէ՞, ինչ որ cover-ը, նայած մեծ տարերով ինչ որ ինչ կա, գրած վերնագիրա, 24 ժամում։ Արա, բայց բացում կարդում ես, մեջը բան չի գրած դրա մասին։ Դու ասում ես ախպեր, բայց այդքանը գրած էր 1942 դրա տակը ուր է ախպեր, ուր դու Նյու Յորքի բորսա։ Այ ապրես, հա։ Ես իմ Վիլսոնը ասած որ Ջեքսոնը պետք է ուսանց մոտ հավայի պատմությունը այդում։ Դեյլ Քարնեգին բան գնաց, էս արեց, այն արեց, չգիտեմ ինչ, հա։ Տանձին արա Դեյլ Քարնեգին ինչ։ Կամ Նապոլեոն Հիլը բան։ Օրինակ եմ ասում։ Ու երբ որ դու դա կարդում ես, ասում ես, բայց բանաձևերն ուր են եղբայր։ Այդ նույնն էլ է դա, որ խոսքի զրույցներ ես լսում։ Դու զրույցներ ես լսում։ Արա ասում ես, բանգեր, դա այդ կոժուխն էր։ Բայց նյութը ուրա մեջի, նյութը ընկեր։ Այդ կոժուխով պրծնում է, էլի։ Այդ կոժուխով պրծնում է սա։ Ու տեղ սա կարդալու։ Փոշմանում ես, որ դաժե լսար է դա։ Բայց դա ուշ ես հասկանում։ Դու դեմից դրա մեջ էփվում ես։ Դա էլ է շատ տարբեր խոսքի դու դրա մեջ կմնաս, թե կջոգես արդյունքում, որ դա դատարկ էր։ Ես օրինակ բանակից հետո այտենց մի քանի տարի շարունակ օրինակ այտենց գրքեր կարդում էի։ Բայց հետո իմ մոտ եկավ մի հատ sense զգացում, որ օր էս ինչ դատարկություն եմ ես կարդում, որովհետև մի գիրքն եմ կարդում, մտածում հաջորդի մեջ բանաձևեր եմ գտնելու։ Հաջորդն եմ կարդում դատարկություն էլի, մյուսն եմ նույն բաները ապեր, նույն բաները, մենակ cover, ուրիշ բան չկա, ջոգում է։ Բանաձև, օրենք սիրում բառը, բանաձևում, էլի։ Հա, բանաձևում։ Բանաձևում ես, արա։ բանաձև։ Բանաձևում ես։
բանը ձևում ես, էլի սա ձև ես տալի բանին։ Ուրեմն ինչ-որ մի հատ բան կա, դրան ձև ես տալի։ Բանա ձևում։ Բանա ձևավորում։ Արա հայերեն բառերը ինչքան սպանում են ընկեր, սպանում են։ Ինքան բառեր կա, խոսքի ասենք արդի այսօրվա վերով, ասենք նավակ խոսքի ջոգում ես, ասենք բառեր կա ընկեր, խոսքի նավակ բառը վերջի անգամ երևի Ռոբեն Հախվերդյանի երկից ես լսել ու չես օգտագործել, չէ, ասենք։ Ինչքան է կորում, չէ։ Խոսքի նավակ կարա նավաստի, ասենք նավավար խոսքի ու չես օգտագործում։ Ինչ բառեր ասես չկա ընկեր։ Էդե ասենք խոսքի բան չի էլի, սամալոտ չի որ չենք ունեցել, չենք տեսել խոսքի, ասենք ընկել է մեր գլխին, էդի տենց ասենք դե լավ տերմինոլոգիան վեկալ ենք օգտագործենք։ Եղել է ոնց որ եկա ինֆորմացիա կա դրա մեջ դեռ ճոգում ես։ Այո։ Այդ բառերի մեջ ահագին գենետիկ ինֆորմացիա ճիշտ ես ասում։ Սեղմվել է, որ եկե հասել է ու կորում է այդ ամեն ինչը։ Հա։ Արա դե չգիտեմ ախպեր, զոտ։ Իսկ քեզ կան բարի ու չար ազգեր, եթե չկան բարի ու չար մարդիկ։ Կան բարի ու չար ազգեր, կան պետություններ։ Իմ համար մարդկային մոդելների փոխհարաբերությունը դա լրիվ նույնն է, ինչ որ երկրներին է։ Այսինքն նույնն է պրոյեկտած խոսքի մեծ ինչ որ մարդկային զանգվածների վրա։ Ու ոնց որ մարդը ինքը բնավորություն ունի, այտենց էլ ժողովուրդը, այտենց էլ մարդկային զանգվածները բնավորություններ ունեն։ Այդ երկրների մեջ ապրող էթնո խմբերը, որին որ կոչում են մշակույթ էլի։ Հա, երևի ժողովրդի կամ պետության բնավորությանը կոչում են մշակույթ։ Հա։ Ու այդ բնավորության գծերը իրանք կարան փոփոխվեն, ոնց որ մարդն է իրան զարգացնում, իր ինքնազարգացմամբ, իր այդ զարգացման նկատմամբ ունեցած անհագ ծարավով, երբ որ դա որոշ մարդկանց մեջ կա, բայց շատ մարդկանց մեջ էլ չկա։ Ու կան չէ մարդկային տիպեր, որոնք որ մենակ սիրում են վայելքը, որոնք որ մենակ տրվում են բաներին, տրվում են այն ամեն ինչին, ինչը որ իրանց գայթակղում է, այտենց էլ ժողովուրդներն են։ Իրանք կարան լինեն ժողովուրդները կամ երկրները, իրանք կարան իրանք որոշումներում լինեն էմոցիոնալ շատ։ Օրինակ ոնց է լինում մարդկային խմբեր կան, չէ, որ հելնում են, այսինքն մարդիկ կան, որոնք որ հելնում են դուրս, մի բան տեսան, աշկը կերավ ու էմոցիոնալ առևտուր կանեն։ Խոսքի հոп, ես տեսա, արա տելևիզոր, այնիշ դու տունը տելևիզորի տեղ չունես, այ ախպեր խոսքի, բայց աշկը տեսավ։ Վերջի գիննա, վերջի փողնա, խոսքի կտա կառնի, օրինակ, հա։ Կամ խոսքի հավատը առներա, որ ես գնամ կազինո խաղամ կկրեմ, օրինակ եմ ասում։ Այդ էմոցիոնալ վայրի վերումները, որոնք որ մարդու մեջ կա, անհատի մեջ, դա կարա նաև ժողովրդի մեջ լինի։ Ու էական չէ ժողովրդի գլխին ով է կանգնած, եթե ժողովուրդը այդ բնավորությունն ունի, այդ ժողովրդի գլխին կանգնած մարդն էլ այդ բնավորությունն ունի։ Ըստ իս էլի, հա։ Որովհետև ոչ թե այդ մարդն է այդ ժողովրդին կառավարում, այլ ժողովուրդն է այդ մարդուն կառավարում, որ այդ մարդը այդ ժողովրդին յանի կառավարի, ժողովուրդը։ Եթե լիճը լինգ է լճից մի բաժակ ջուր վեկալ ես, ասես ջուրը ուրիշ է կամ լիճը նույնն է։ Միատիկ սեմպլ ես վեկալում, նմուշ ես վեկալում։ Ու երբ որ դու տեսնում ես, թե ոնց է այդ ամեն ինչը տեղի ունենում, դու հասկանում ես, որ դա կարա փոփոխվի, կարա լավնանա։ Բայց այդ լավնանալը ինքը աշխատանք է ուզում։ Ինքը նաև այն գիտակցությունն է ուզում, որ մարդը ինքը բռնի այն կետը, որ եղբայր, ես էսպիսինն եմ։ Ու անկեղծ ասի դրա մասին։ Ոչ թե ասի, որ ես սենց եմ ու եսի լավ է։ Ճոգում ես։ Անկեղծ ասի ու դա փորձի փոխի։ Թե չէ ես չեմ հավատում, որ կա մի բան, որը որ ոնց ասեմ, դասակարգում ունի։ Սենց ասեց կմնա, անենց կմնա։ Յուրաքանչյուր բան ինքը փոփոխական է։ Դրա համար էլ իմ համար ոնց որ չեմ կարա ես ասեմ, որ գոյություն ունեն չար ու բարի հասարակություններ կամ չար ու բարի երկրներ։ Ամեն ինչ ինձ թվում է շահի վրա է, ու այն բոլորը ով գալիս են մեր
մոտ որպես մարդ, ում հետ որ մենք փորձառություն ենք ապրում, իրանք առաքելությունն ունեն առմեզ, մենք էլ դրա մեջ առաքելություն ունենք վերցնելու ինչը որ եկել է։ Վերցնելու էտի գոժու մնացածը գցելու, ինչը որ մեզ անպետք է։ Նույնն էլ երկրների թեման է։ Այն երկրները, որոնք որ SSS թեմաներում շահեր ունեն, իրանք բրթում են այդ շահը, էմոցիոնալ երկրների աչքերով կարան դրանք դիտվեն, վայ, տես բոբո ջաջաներ են, բան սենց են ուզում, ունենց են ուզում, այնինչ աշխարհը դրա հիմքով է գործում, եղբայր։ Դրա հիմքով է գործում։ Ու ոնց որ իշքան ուշ ընդունենք այդ փաստը, որ գիտես ինչ, բոլոր փորձառությունները հանդես են գալիս մարդու մոդելով, այս կյանքում։ Այդքան մենք այտենց դասակարգումներ կտանք ու ոնց որ մեր փորձառությունները չենք հավաքի դրանցից էլի։ Օրինակ, sense մի հատ բան ասեմ։ Իմ մոտ օրինակ ինչ որ փուլից հետո ես մարդկանց երբեք չեմ ասում վատնա կամ լավնա։ Ոչ թե վատնա կամ լավնա, ես այդ մարդու հետ հստակ առնչություն եմ ունեցել, մտերմություն եմ ունեցել։ Ինքը կարող է իմ հետևից ասի, էսա այնա, բայց ես եթե անգամ լսեմ, որ ինքը ասել է, կասեմ լավ արե։ Հասկանում ես։ Ես իր մասին բան չեմ ասի։ Այդ բանի մասին եմ մտածում, այդ անալոգիան ոնց որ ազգերի կամ ժողովուրդների ու մարդկանց, որտեվ ասենք ինչ որ մարդկային խումբ է, չէ, իրականում։ Մի տեսակ մտածում ես, որ մի խումբ մարդիկ են ու համեմատես մի խումբ մարդկանց ու մի հոգուն, պետք է որ դրան բանոն ահագին տարբերություն ունի, չէ։ Յանի ֆիզիկայում ասենք մի հատիկ մասնիկ ես նայում ու նայում ես մասնիկների ինչ որ մոտ խումբ, մասնիկների խումբը արդեն ինչ որ նյութ է, ասենք ներկայացնում իրարից էսի ուղղակի տարական մասնիկ, լրիվ ուրիշ բան են, էլի։ Բայց նաև հետաքրքիրն է նա, որ մեր ժողովրդի մեջ այդ խոսքը կա, չէ, որ ասենք, չգիտեմ, թուրքը ասեց, ռուսը ասեց, sense ինչ որ եզակի են նայում, էլի, ոնց որ sense մի հոգի։ Արա, հա, չէ, էդի կա ախպեր։ Ու էդի միշտ պրոյեկտվում է նրա վրա, որ դու թուրք ես հանդիպում, օրինակ եմ ասում, հա, ուրեմն всё, ինքը թուրք է։ Իսկ այդ թուրքը, երբ որ դու ասում ես, ինքը մի անznավորություն է գլխիդ մեջ։ Ու սաղ թուրքերին դու կարաս դնես այդ մի անznավորության տակուսից տանես։ Գիծը քաշես վրան։ Այ դրա համար է էլի հարցում թե ամերիկացի է, ուրեմն փող ունի։ Հա, այն ժամանակ, որ մենք խոսքի Հայաստանում էինք ապրում, ախպեր, իմ մոտ էդ էր, եվրոպացի է, ուրեմն փող ունի։ Հենա, դու 10 տարի ապրում ես, ես կներես, ապրում եմ ստե։ Այն որ եվրոպացի է, ուրեմն փող ունի, չէ, էլի, տենց չի։ Հա։ Շատ է այդ ինֆորմացիայի պակասը մեր մեջ շատ է բերել նրան, որ ոնց որ մենք անձնավորենք ամեն ինչ, այդ գլոբալ եկա մեծ երևույթ, տանք մի հատ անուն դրա։ Ճոգում է։ Ոնց է որ խոսքի մարդը կարա ասի սիրում եմ, այն մարդն էլ ասի սիրում եմ, այն մարդն էլ ասի սիրում եմ, բայց այն մարդը որ բնորոշի թե ինքը սիրելը ոնց է ընկալում կամ այն մարդը որ բնորոշի, դրա մեջ կարող է սարեր ձորերի տարբերություն չլինի, հա։ Այսինքն մի բառը, բայց երկու մարդ է դրա մասին խոսում։ Հա։ Այսինքն նույնն էլ մի մարդ է խոսում մի ազգի մասին, ինքը կարա բնորոշումը տա որպես մի մարդ է, մի մարդու կերպարանք ներկայացնի, մյուս մարդը երբ որ խոսա մի ազգի մասին, այնց բնորոշում տա, ասած ապշես։ Թե ինչքան բազմերանգ խոսած դրա մասին ինքը, էլի, հա։ Բայց չես կարծում, որ ոնց որ կյանքի սովորելու կյանքը ոնց որ լիքը սովորելու process-ներ ունի, չէ՞, ու դրանցից մեկը, չգիտեմ, աշխարհը տեզերքը մարդկանց ճանաչելն է։ Որի մեջ մտնում է նաև ազգեր եւ այլն, խմբեր, մարդկանց խմբեր, արի ընդհանուր դեպքում ասենք։ Կամ հələ էտե չէ, ընդհանրապես, հա, ինչ որ ոնց որ սովորել ասած, ինչ է իրանից ներկայացնում, արդյոք չի ներկայացնում այն, որ դու քեզ կյանքում հանդիպած փորձից, գիտելիքից, ինֆորմացիայից փորձում ես ամեն ինչը սեղմես ու հակերճ ոնց որ մի հատ
նկարագիր տաս։ Ոնց որ փորձես էդի վերնագիր տաս։ Հա, ոնց որ սս համե հայերեն բառը չեմ կարող գտնել։ Ոնց որ ընդհանրացնես, ոնց որ պրոյեկտես կոնսպեկտ անես։ Սենց հա, էլի սենց ինտերպոլացնես խոսքի կամ չգիտեմ, մի քանի կետ դրել ես, ենթադրում ես, որ այս չգիտեմ, սենց ֆունկցիայի անցնում այդ կետերը, ինչ-որ մացած կորը անցնում այդ կետերով, ուրեմն մնացած կետերը ստեպը դիլնեն։ Ճոգում ես, այսինքն եթե դու չգիտեմ, գնացիր Գերմանիա, ապրեցին ինչ-որ ժամանակ, դու փորձում ես Գերմանիայի մասին մի երկու նախադասությամբ ինչ-որ մի բան ներկայացնես։ Բայց այս սենց հետաքրքիր մոմենտ կա, ոնց որ կամ եթե կամ բեսամ կարճս ներկայացնեմ, արա չեմ ուզում ինչ-որ վատաբան եմ, որտեվ կարող է իրականում ասենք հեշտել են անում, տախտակ ինչ-որ մարդիկ կան, չէ, որ խոսքի գնում է ինչ-որ միտեղ, ասում է, Եվրոպան սա գոմիկ են, խոսքի սենց մի հատ ինչ-որ բան ասում են, սենց ինչա խոսում են, բայց որ ասենք մի քիչ երկար մտածես, կարող է հանգես դրան իտակում, արա սենց ինչ-որ մոմենտներ կա, Ճոգում որ այսքան կարաս ոնց որ մի թեման ասես բացես, քննարկես, խոսաս, բայց վերջում գալիս ես պրիմիտիվ ճոգես որ արա ոնց որ են հոպարը որ նստած են հոպարը լավ էլ ասած չէ Այս չկուտի եղունգով հոպարը սա ճիշտ էր ճոգես ճոգեսը կարող է շատ կոպիտեր ասի ապե բայց չես կարող հերքես էդի մի տեսակ ճոգում Ալասը չգիտեմ ապե ու իմ համար էդի ամուսոր սովորելը ճոգում ես սովորելը իմ համար էդա որ դու կարող ես հակերճ մի բանը նկարագրես եթե դու մի բանը կարող ես կարճ նկարագրես ուրեմն դու էդի հասկանում ես գիտես էդի սովորել ես այդքան խտացել է մեջդ հասկանում ես այդքան խտացել ճիշտ բառերը ընտրելով սս կտ մի 3-4 բառով դու կարող ես մտածես եկա ես ինչ նկարագրես էլի ասենք լավ բան ես ասում Կարող հազարամյակների պատմություն ինչ-որ մարդկության մի 5 բառով սենց նկարագրես խոսքի էլի ու սենց անենց աղբում սենց ահագին երկար վաղտ այդ խփածը պահում է էլի այդ ձևի նկարագրերի ես էլ եմ էդի սիրում Մինչդեռ եթե սաղ տեսանկյուններից քննարկես սենց անալիտիկ ես դու բան բոլոր տեսանկյունները լսրիր ոչ մի բան բաց չթողիր հա բայց վերջում ի՞նչն է քո ենթադրություն չեն ունենում սովորաբար այս ձևի մարդիկ ճոգում ես դու անալիզ ես անում ամեն ինչ սաղ տեսանկյուններից նայում ես ինչ-որ վերջում սենց ոնց որ այդ գալիս է ֆունդամենտալ հարցին էլի որ եթե ազատության աշճանները չափից շատ ալնում դու ընկնում ես քաոսի մեջ էլի ոնց որ ազատության աշճաններ պետք է բայց սահմանափակ է պետք ազատության աշճանները եթե դու իմանաս խոսքի չգիտեմ կամ A կամ B կամ C ուղիներն է դրանցից մեկը կբռնես կեթաս բայց եթե գիտես 1000 ուղի է դու արդեն կընկնես տարակուսանքի մեջ, կասես, դե արի ընտրի խոսքի։ Կմնաս այդ է։ Դրա համար է փիլիսոփայությունը սիրում եմ, որ հակերճ խոսքերով շշում է։ Քեզի եկա։ Բառերը սենց վեգալում, սենց լրի, շարումա, շշերի։ Ասում ես դելից։ Լից խմեն կա։ Ես վերջերս սկսել եմ բանին կարդալ Ռումի Արա որ 1000 գիրք եմ վեկալ է Ռումի, հա 1000 գիրք եմ վեկալ է Ավելի շատ տեն ստոիցիզմ բան, բայց նաև հետնել ոնց որ ավելի տեն պոետիկ Ռումի որոշեցի բան անեի հա ու տենց անգլերենով Էդ էլ համել յանի որ անգլերենը զարգանա էլ տենց բարձրացեն կարդում եմ բան ու այս վերջերս տենց բացել եմ Ռումի Արա պարզ խոսքեր ա դրած իրար կողք, ինքը ոնց որ պոեմներ ա գրում, էլի գրել, պարսիկ, Միշնադարում ապրել կարծեմ, տենց այդ կողմերը էլի, արա պարզ բառեր ա դրել իրար կողք, արա կարդում ես հելնում երկինք, մարդու, աստծու, բնության, իմաստի, սիրո ու այդ սաղ շարում է իրար կողք այնքան հասարակ, որ խոսքի արևի լույս, արևի էներգիա, տաքություն, առան այս բաներ է դնում, որ հանում աղբեր։ Ու դու էդի կարդում ես, առ ասում ես, ինչքան պարզ կարա գրվի, բայց ինչքան շատ կարա գրվի։ Ու զգում ես, թե դու ինչքան ես հոգնել,
ուղղակի այսպես բաներից, որ սենց լիքը կխոսվի, բայց մեջը բան չկա։ Դու ուզում ես ինքդ գտնես մարդկանց, ում հետ դու կնստես հագի, 3 բառ կասես, առ այդ մարդու այնքան տեղ կհասնես, այդ մարդը քեզ կասի, կհելնես երկինք, արա կասես ընկեր, այս հրա կարոտն եմ ես։ Մարդկանց մեջ այդ փիլիսոփայության անկումը, այսինքն փիլիսոփայությունից հեռացումը, արա փիլիսոփայությունն էլ գիտես իմ համար ինչ է, փիլիսոփայությունն էլ է իմ համար Աստծո հետ կապ։ Որովհետև երբ որ դու ինքդ քո հետ կապի մեջ ես, դու ընկնում ես Աստծո հետ կապի մեջ։ Ու դու խոսքեր չես շռայլում, դու հասարակ ես, բայց ասածդ էփած է։ Ու այդ քո ներսից էփած ասածդ արդեն հերիք է, դու էլ ավելին չես ուզում ասես։ Ու այդքանը քեզի բավարար է։ Դու չես ուրճանում, դու չես մեկնաբանում, դու չես ֆռիկներ խաղում, էսա։ Ընկալում ես, սիրով չես ընկալում, կներես։ Ու դրա համար այդ փիլիսոփայությունից հեռու լինելն էլ Աստծուց հեռու լինել։ Ես այտենց եմ ընկալում, որովհետև Աստծուն մոտ մարդը ինքը պրպտում է, ինքը փնտրում է, ինքը ճշմարտություն է ուզում։ Իսկ ճշմարտությունը 1000 բառ չի պահանջում։ Ճշմարտությունը պահանջում է, որ մարդը էփվի ու մի քանի բառ ուղղակի ասի, արտասանի։ Քիչ խոսա, բայց շատ ասի էլի։ Հա։ Արա տեղ բայց աուրա էլ կա է հով, չէ՞։ Այդ էփածության աուրան էլ կա։ Երբ որ մարդ կա, կարա քիչ էլի ասի, բայց տեղ չասնի, բայց մարդ էլ կա, էփած է, բան է ասում։ Ասում ես ընկեր, ինչ լավ էր։ Ու ինքը չասեց, որ գիտես, ինքը գիտեր։ Արա ինքը ուղղակի ասեց ախպեր։ Դու գիտես, վեկալ, չէ, ես քեզնից շո չեմ նեղանում, որ դու չես վեկալ։ Դրա մեջ օրինակ ես չեմ հերք, ես տխրություն եմ զգում, որովհետև անընդհատ ոնց որ դու փորձերի մեջ ես մարդկանց հետ, ասես նստում եք դեմ դիմաց, որ մի քանի բառով տեղ հասնեք։ Արա իրար գրոզիկ չանեք ախպեր, իրար չհելնեք նստեք իրար գլխի, որ ասես չէ իմն է ու վсё, այլ ասես ընկեր, քոնը քոնն է, իմը իմն է, կուզես քոնը իմը կիսեմ քո հետ, ես կուզեմ դու քոնը իմ հետ կիսես։ Ես բաց եմ դրան եղբայր։ Բայց երբ որ սենց դու 1 ես փորձում, 5 ես փորձում, 20 ես փորձում, որ դեմ դիմաց նստում եք ու դու զգում ես, որ անգամ եթե մի բան էլ գիտի, բայց ինքը ոնց է դա տալիս, ասում ես եղբայր փիլիսոփայությունից հեռու ես, Աստծուց ես հեռու։ Ու այն որ Աստծուն կպնելը ու հետո խոսելը, դա նույնը չի, ինչ որ դու հեռացած ես ու ուզում ես ինքնահաստատվես քո երկու փրթիկ իմացածով։ Ապեր, այսօր իմանալը, լրիվ անկեղծ լինեմ։ Հələ փիլիսոփայությունը դնենք մի կողմ։ Այսօր ինֆորմացիան այնքան թափած է ոտի հետով։ Արա ինչ ուզես կիմանաս, ապեր։ Այո։ Բայց դա չի նշանակում, որ պետք է գամ ասեմ գիտեմ։ Ես ինչ ինֆորմացիա ուզես վարքյանական կարաս իմանաս։ Ես հո դրանով ցույց տալու բան չունեմ։ Բայց այն որ մարդիկ կան, մի բան գիտի ու դու էլ կարող ես գնաս սենց զուլալ դեմքով ասես ախպեր, կասես իմանամ ոնց է։ Ինքը կասեմ, բայց իմացի, որ էսի կյանքի գաղտնիք է, ինչը քեզ ասում եմ, սենց էլի, խոսքի գործի մեջ այտենց կա է։ Գործի մեջ այն որ գիտես ինչ, գործի մեջ իմ մոտ սենց բան կա։ Ես անտեղի ինֆորմացիա գլխումս չեմ պահում։ Անգամ եթե ես գիտեմ, որ կարող է նույն մարդուն այդամ 5-րդ անգամ նույն հարցը տամ, ես չեմ ուզի էսի ստեղ մնա, որովհետև ես ասում եմ դե լավ ախպեր, կարող է կարենամ այդամ, ոչ թե կարող է այլ կեթամ կհարցնեմ, երբ որ այդ պահը գա, որովհետև հաճախ հանդիպող թեմա չի։ Չեմ ուզում ստե մնա էդի։
ու մտածում ես, որ դու այդաս 5-րդ անգամ հարցնես օրինակ, այդ մարդը 5-րդ անգամ էլ քեզ կասի, արա, ցավդ էլ տխնեմ, արի ասեմ, որովհետև դու տենց ես անում։ Որովհետև քո համար ինֆորմացիան, դա առուծախի թեմա չի, արա, եթե մեկը անհրաժեշտություն ունի այդ ինֆորմացիայի, սիրով ախպեր 1000-րդ անգամ ասեմ։ Որա բայց դու տենում ես, որ այն ամենափնթի ինֆորմացիան էլ, որ դու խոսքի գնաս հարցնես, հա։ Մարդիկ կուզեն դրանով քո վրա ինքնահաստատվեն, յանի խոսքի քո հետ կիսում են աշխարհի գաղտնիքները մեծագույն իմաստությունները։ Այնինչ այնտեղ խոսքի մի հատ Excel-ի ֆորմուլա էր խոսքի, էլի ջոգում ես։ Peanuts։ Հա։ Արա շատ մարդկանց մեջ կակաշարա, մի հանքի կակաշարա։ Միշտ այդ բանը ասենց, արա ասենց բաներ կա, չէ՞ որ չափելի չի, բայց ասենց մեկ-մեկ պարկում ես մտածում ես ինչ հետաքրքիր կլներ չափեի խոսքի, ես ինչ բան է, չէ՞, ասենք խոսքի ինչ որ բռնում ես մեկի ու քո ուղեղը ասում ես հետաքրքիր էր մատ, ասենք վերևից տված ինչ որ մատ թիվ ջոգում ես, ասենց 100% անուշ ճշտությամբ, ասենց խոսքի տենաս ինչ կլներ, ասենք այդ ձևի հետաքրքիրը, ասենք մարդկանց խոսացածը ու իրանց արածը իրականում այդ երկուսի ոնց որ արժեքների գնահատման ինչ-որ թվաբանական տես մա տեսք էլի արա ինձ թվում է մի 10 անգամ ավելի շատ ենք մենք խոսում առասարակ մարդ արարածներս քան ինչ-որ իրականում կա կամ այն ինչ-որ իրականում անում ենք էլի անընդհատ նույն ծխած թեմաները այդ բանի վրա դրած, այդ սկավառակի վրա դրած, անընդհատ սենց հավայի ինչ-որ մզմզցնելով, սենց անընդհատ սենց նույն բաները, սենց ինչ-որ հավայի ֆռսում ենք էլի, հա, անընդհատ նոր գույներով խոսքի, նոր բառերով, նոր ավելի տարօրինակ բառերով խոսքի, նոր ավելի անհասկանալի բառերով հա, չէ։ Այդ ամեն ինչը ներկայացնելով, ծախելով, սենց բում ենք անում, խզարում ենք, 10x բան 20 անգամ ավելի արագ, 4 անգամ ավելի փոքր, 8 անգամ ավելի կարճ բան։ Այս ինչ-որ բաներ ա գնում ապես։ Վեշնի պայքար ախպեր։ Արա աննետ, բայց bullshit ա տակ, ընգեր բան չկա, հա, կարող է ինչ-որ, բայց սենց ուրա տանում։ Յանի, որ սենց քեզ ասեմ։ Այս տեխնոլոգիական։ Ասենք բռնես բանն է, նայես չես տենա, էլի տակ ասենք զիբիլ չկա, էլի խոսքի։ Այդ վիդեոն երևի տեսել ես այդ iPhone-ի բանը, զարթուցիչը, ալարմը։ Սենց ֆռիկներ ա, չէ՞ մի 3 հատ բանի ֆռիկ ա, ոնց որ զարթուցիչը չէ, բանը, stopwatch-ը, timer-ը, էլի։ Timer-ը, հա։ Հենց ոնց որ օրն ա այդում, հետո թե ժամ ու րոպե, 2 հատ ֆռիկ ա։ Արա ոնց որ պատկերացնում ես, որ պետք է ասենք, ասենք նույնը լինեն, չէ՞, ասենք դու ֆռսնես այս ժամը, անընդհատ այս ցիկլի մեջ կրկնում, ասենք 24 ժամ է, էլի, անտերը րոպեներն է, ասենք 60 րոպե, ասենք։ Հա։ Ապա մի հատ վիդեո կար, այս վերջի բանում, iOS-ում նոր ֆիքսել են, դա ասենք երևի մի ամիս առաջ, 2 ամիս առաջ, մի ամիս առաջ։ Նախորդ iOS-ներում ապես այս վիդեո կա ֆրցնում, էդի հասնում է վերջում մի տե, ասես վերջի է հասնում։ Ասենք թե ժամը, թե րոպեն, ոնց որ վերջ ունեն։ Արա լուրջ ես ասում, արա։ Ու դու դե ջոգում ես ընկեր, որ այդ Apple-ի ասենք developer-ը փոխանակ մտածի թե ոնց ցիկլ գրի, ինքը ուղակի բռնե թիվը, ասես copy paste արի, ասես երկար, ասես մի հատ շարքա սարքե, ու այդ երկար շարքի վրա էդի ֆռմա ընդամենը, այն մտքով դել որ հալա ով պետք է դնի դրա ավարտին, այդքան ավարտին է թե հասնի։ Արա, ասենց բաներ կա ընկեր, ասենք Apple-ը խոսքի, iPhone-ը, iOS-ը, ասենց բաներ է անում, ու մենք խոսում ենք նրանից, որ հեսա AI-ը մարդկությանը կգրկի, ասենք ջոգում ես։ Արա bullshit-ներով ենք լի ընկեր, ու այդ թեմաները կարա տագնապներ տա, կարան որնը շատ ուժեղ տագնապներ կտա։ Տագնապներ իմ մեջ կա այդ տագնապները։ AI-ը խոսքի, ալմոլորակայինները, բան, ասենք միջուկային զենքը, բան, ասենց ինչ-որ անիմաստ կռիվներ ջոգում ես։ Ու չեղած տեղից լուրերը լսեցիր ու մտար դրա տակ։ Ես որ ասենք այդ մեծ թեմաներից երկուսին ասենց խորքից ծանոթ է, մեկ միջուկայինին, մեկ ասենք AI-ին, ասենք ամեն անգամ էդի կարդալուց ընկեր խնդալես գալիս ասում ես ինչ bullshit եք էլի խոսքի անում, յանի ինչ ընկեր են չի մոր։ Ասենք միջուկային զենքի իրանից ոչ մի բան չի ներկայացնում, ջոգում ես սարքել է խոսքի ասենք։ Ոչ մի բան չի ընկեր։
1970 թե եսին որ թվի, դες հին տեխնոլոգիա է քասար։ Ահա որ հին տեխնոլոգիա է, ոչ մի բան չի փոխվի ապե։ Մինչև այսօր։ Ասենք անտրամաբանական է էլի խոսքի այդ մտքերը, թե բայ Ռուսաստանը էսա միջուկային կողարկի Եվրոպայի վրա, Ամերիկան կողարկի Ռուսաստանի վրա մոլորակը կպրծնի, պրծավ ինչ, վերեն, պրծավ։ Կամ սաղ պրծան ընկեր, կամ սաղ ապրում են։ Ու սենց թեմաներով մարդկանց էփում են խոսքի, ասենք BBC, CNN-ը շատ իմանամ, համ ներկայացնում։ Սաղ օրը տագնապի շշերի վրա են պահում։ Հա, խոսքի գնաց ընկեր, սենց Հավայի թեմաներով, ասենք մարդիկ նստում մարդը գործից եկել է խոսքի 9-ից 5-ը աշխատե, եկել է այդ թեմաներն անստե, ու իր հոգին այդ թեմաներով է լցվում, ջոգում ես, իր հոգու մեջ այդ տագնապներն անգնում, ասում է դե լավ, դե վաղը հելնամ սիրուն այդ համ 9-ին գործից էլի քյութուկ բան եմ անում, սենց սիրունին վանդակի մեջ անեմ հանգործեն, մեծ բոբոձազաները չգան խոսքի, ասենք արետի չարա։ Արա ճիշտ ես ասում։ Մարդկանց սենց անասուն թեմաներով խափում ու զբաղացնում են, ասենք iPhone-ի ավելի մեծ կամերա, զարյատկեն 2 ժամ ավելի պահում, ավելի շատ վիդեո կարաս նայես խոսքի։ Ասենք այդ Apple-ի բանը, ասենք մետրիկան, ասենք միշտ երբ որ բանը, ասենք լիցքը report անում, այդ ակումուլյատորի բանը, ունակությունը։ Ասում է այսքան ժամ վիդեոյի playback խոսքի, այսքան ժամ կարաս վիդեո play անես խոսքի։ Ջոգում ես, ասենք մետրիկան նայ, էլի դրա խոսքի, ասենք ինչ վիդեո դու պետք է play անես արա այդքան։ Այդ ինչ անիմաստ պետք է կյանքդ որ տենց հեռախոսը դնես ժամերով եսի մինչև play անես, Netflix նայես կամ եսի մինչև։ Բայց դա ջոգում ես, որ դա այն պունկտն է, որը որ մարդը ուզում է, ու այդ իրան բավարարում է, դրա համար էլ նրանք աշխատել են դրա վրա ջոգում են։ Դա նշանակում է, որ իրանք այնքան են կապել մարդուն այդ ռիլային վիդեոյական թեմաներին, որ իրանք հստակ արդեն գիտեն թե ժամանակակից մարդը ոնց է աշխատում ապեր։ Ու իրանք գիտեն արդեն մարդու վրա ոնց ինչը ծախեն ընկեր։ Համաձայն։ Արա հով ջան, այսօր անկեղծ եմ քեզ ասում։ Այսօր ապեր ինձ թվում է շատ քիչ մարդ կա, ով որ կախում չունի ռելերից։ Գրեթե 0 ապե։ Անկեղծ հով։ Նույնիսկ մեր ծնողները ունեն հեռախոսներից կախում, որ մնաց մենք Facebook-ների մեջ ընկնում են, ապե ասենք այդ ինչ արա։ Այդ ենք խոսում, չէ՞ մի քանի ժամ առաջ, որ երեխա վաղ խոսքի իրանք էին մեզի ասում հեռախոսը դիմի կամ նորմալ բանով զբաղվի։ Հիմա մենք պետք է իրանց ասենք։ Հա։ Ու իրանց աշխարհը вообще, այսինքն իրանք вообще դրա հետ աղերս չեն ունեցել կյանքում։ Ու եկել է մի ժամանակ, այնպես քաղցրություն ա տալիս, խժռել են ապեր, խժռել է մեր ծնողների սերնդին ընկեր։ Ու խոսքի այդ մեր ծնողները ընկեր, ես խոսքի իմ ծնողների բանով եմ ասում, որ իրանք սաղորը հեռախոսի մեջ են ապեր։ Այդ է իրանց հիմիկվա կյանքի ստիմուլը։ Ու թե այն ժամանակ, երբ որ ես խոսքի կարող եմ նստեի մի հատ կոմպյուտեր խաղայի, ինքը ասել նստի հեքիաթ կարդա, ես կոմպյուտեր չխաղայի ու սաղ կյանք չխաղամ կոմպյուտեր, ու ես հասկանամ, որ դա ապուշություններ ու շնորհակալ եմ, որ ինքը դա ինձ ասել է։ Հիմա ինքն է դա։ Հիմա ինքն է իրան անում, ախպեր, ես նստում եմ իրան ասում եմ, բայց ինքը չի գիտակցում։ Ու այսօր երբ որ ես նստում եմ ինչ-որ մեկ էլ զգում եմ ախպեր, կարող եմ մի 5 հատ ինչ-որ ռիլ թերթեցի իրար հետև, արա ասում եմ, ապուշ ես դու, արա, էս ինչ ես դու անում, ախպեր։ Անասունացար։ Էլի խոսքի ընկար զիբիլի մեջ, արա, հələ մի հատ ուշքի արի։ Ու ինքդ քեզ եթե չես բռնում, մեկ էլ հոп ջոգում ես, արա, ինչ որ ժամերը դուք խոսքի 2 ժամ մեջն էի։ Ու խոսքի Instagram-ը բացում ես այնտեղ նաստրոյկա կա, որ դու տենաս խոսքի քանի ժամ ես դու մեջը ակտիվ եղել, կարող է տա խոսքի 4 ժամ։ Ու դու ապե չհասկանաս, ասում ես ընկեր, ես ոնց կարայի 4 ժամ թռիչքի մեջ նստես կաս րոպեները հաշվես վարքյանները։ Ջոգում ես։ Ոնց եմ եփե միշտ։ Ապա բայց դրա լուծումը ես ինչեւ Instagram-ից փագել է ջոգեցի, որ անգնում ես այդ թերթելու մեջ սկսի արագ թերթել, պեսապ արագ, ինչքան ուժ ունես արագ թերթի, ասած աչքդ մի հատ կադր ա բռնում ամեն այդ ռիլից, ասոցիացիաներ ա մոտդ գնում, ասում ես հալավ էսի ջոգի, ու սենց մի հատ ցիկլ ես դու բռնում, ջոգում ես որ
կրկնվում է այդ ամեն ինչը sense։ Ջոգիր ոնց որ սկսում ես արդեն ավելի բարձր level-ից նայել, էլի չես նայում մեջը դետալը։ Ոնց որ ինչքան երկար նայեր, այնքան շատ դետալ ես ստենալու։ Այնքան ծրվելու։ Այդքան խտացրած արա զիբիլների։ Ինչքան ցած արագ խոսքի թրթրցնես վրով, այնքան ցած էթալու ես, ջոգիր sense կորցնելու է հետաքրքրությունը դրա ու տենց ոնց որ zoom out ես անելու, ասել ես լավ դրա ոնց որ փագեմ էփը թող գնա։ Ճիշտ ես ասում։ Դա օգնում է, դա Ճիշտ եմ ասում։ Փորձեք։ Արանգերը դի ինչ արա, այդ ամեն ինչն է ինչ ա հով ջան։ Ոչ մի տեղ չտանող բաներ է, ընկեր։ Ոչ մի տեղ չտան։ Ու մեր իրար հետ կոմունիկացիան է, ահա որ նվազեցնում է էլի դրանից, հա, բա։ Ահա որ ազդող դու մեկ էլ խոսքի նստած եք ախպեր մարդկանցով, մեկ է տենաս բոլորն իրանց հեռախոսների մեջ։ Աերոպորտում նստած էինք Արա չեմ չափազանցացնում եղբայր։ Լրիվ անկեղծ եմ ասում, 99%-ը իր հեռախոսը այսպես բոլորը նստած սպասում են, հա։ Արա ասես նայում ես, հա մեկ ասում ես այն միտքը, որ դե հա բա ինչ անեն, լեոք նստած են։ Արա մեկ էլ ասում ես, արա ის ոնց որ այդ տեսարանը, որ դու տենում ես, հետո հետ ես այդում 20 տարի առաջ։ Դու ջոգում ես, որ այն 20 տարի առաջվա 20 տարի առաջ եթե նույն աշկերով դու նայեր մի պահես տեսարանին, որ կյանքում տեսած չլներ, արա կասի իրապեր, այս ինչ խելագարների աշխարհ է։ Զոմբիներ են, էլի, ասենք, մեկին մեկ զոմբիներ են խոսքի։ Որ այդ բանի մեջ էլի լոքշի մեջ է գալիս, էլի մտքերը։ Լոքշի մեջ է գալիս։ Ասենք այդ նույն օթակայանում, ասենք, եթե նստած եղար հեռախոսի մեջ չեղար, ինչ պետք է նայես ինքնաթիռ են խոսքի։ Ճիշտ է։ Նայես հորիզոնից ոնց թռավ, ոնց իջավ, սկսես մտածել։ Արա մի հետաքրքրություն բռնես, կապվես, ապեր, կապվես, արա։ Չես քնե ֆիզիկայի ժամերին լրիվ, սկսես մտածել էլի, բեյք ասես դե լավ է, մի ասենք թռնում է խոսքի։ Հա։ Ինչ արագությամբ է խոսքի թռնում, որ դա ասես կեթ է։ Ասես կեթ է, մեջդ քննարկումները։ Բայց մի հատ հետաքրքիր ուրիշ տեսանկյուն է կա, գիտես, ասենք այդ հին վիդեոները տեսել ես, թե ինչ տիպի էներգիա կա մարդկանց մեջ։ Սոնց հին ինչ-որ փախած վիդեոներ Եվրոպայից կամ բանից։ Ճիշտ է, սովորաբար ասենք արագացրած են դրանք, տեսել եմ։ Բայց սենց այդ մարդկանց աշկերը, ձեռները, ասենք ժողովուրդը երանդոս 900-ական սկզբներ, թե հա, էլի 1900-ական բան, ասենք, խոսքը այդ վաղտեր հələ ավելի ուշ է, չէ՞։ Թե դրսերում ինչքան մարդ կա։ Հա, դրսերում ինչքան մարդ կա, ինչքան ակտիվ են, աշկերները ճճտում է սաղի, էներգիան երում է մեջները։ Ու ջոգումս որ թե հա ասենք ինչ ոնց որ ինչ եկա էներգիա է դա էլի ինչ եկա պոտենցիալ է որ դա ինչեր ասես կարան անեն դրա համար էլ արել է օրինակ էլի հա մեկը Գերմանիայի թեմա է օրինակ ու հիմա որ հա ու հիմա որ նայում ես խոսքը որ այդ էներգիան մսխված է ոնց որ ժինջիլները հագցրել են ասել են այսքան հարկի տաս այսքան էսի քո կերերն է այս կերերից են կոմ ուրիշ բան չես կարա ուտես ու լծվի այսքան արժի տոնը չես կարա առնես, պետք է վարձով վեկալես, գնա ուզում ես կեր, գնա գործի, այսին ժամից կտաս, կերդ կուտես, PlayStation-ըդ կտանք խաղաս։ Ռելերդ կթերթես, ու գնա բայուշկի։ Կամ երնես կետաս, հաջորդը կգա, դու չլնես, մյուսը կլնի, կողնոման իշկան ստերուկ կա ապերջան։ Ու տես ժոգում ես, որ արես ամբողջ մարդկությունը ոնց որ ստերգության մեջ գծած լինեն արա փիսահով ապա այդ էներգիաները այդ 1900-ականների ճճտան ջոգում ես հա ասենք որս անելու էներգիա է էլի խոսքի այդ աշկերով այդ ձեռներով կեթա կենթանի ասենք կբռնի խոսքի ապա ես այն ժամանակ եթե կենթանի գբռնի գվազի այդ կենթանու այդ հավասար հիմա ասենք սպանես չեն կարող անգեր մարդիկ ես այն ժամանակ որ հիշում եմ մեր գյուղի կյանքը որ մարդիկ հողերում հողագործություն բան դեգերում էին էլի բան ճիշտ է այն ժամանակ էլ քանի որ այդ մարդիկ փորձ չունեին այս հիմիկվա աշխարհի փորձը չունեին էլի հա այս կապիտալիստական զրթուփրթերի բան Այն ժամանակ դե որ կինոներով նայում էին բան երազկոտ այր աշկերով էին նայում այս աշխարհին էլ բայց հիմա երբ որ ես օրինակ դրա մեջ եմ երբ որ ես հետ եմ նայում ես ասում եմ երնեք այդ կյանքի մոդելը այսօր կարաս ելնես այդ հասետ կյանքը վարես
բայց այդ դեպքում կլնես բեսանտ իզգոյ, որովհետև դու քեզնով կհելնես կեթաս դու մենակով ոնց որ Ռոբինզոնային կյանք կունենաս, էլի, հա։ Որը որ ես իրականում ավելի նախապատվություն եմ տալիս դրան, քան թե հիմիկվա իմ կյանքին օրինակ, հա։ Բայց մյուս կողմից այն որ այդ տենդենսն ես տեսնում, թե մարդը ոնց փոխեց իր կյանքը, իր կենցաղը մի քանի տարվա ընթացքում ու ինչ արդյունքի հանգեց, ինչ մարդկային տեսակային բնավորությունների, արժեքային, թե հիմա իր ինստինկտները ոնց են գործում, այն ժամանակ ոնց են գործում, փոխհարաբերությունները մարդկանց մեջ ինչ դարավ եւ այլն, սաղ դնես իրար կողքի, առանգեր 78-0-ով նախապատվությունը կտաս այն կյանքին։ Ճիշտ է, խոսքի անապահովություն կար, ճիշտ է, առողջություն, SNN-ն, ուրիշ թեմաներ էին հով, բայց ընկեր, կյանքը հետի մնում է կյանքը հետի կյանքը հետի նրանով չի պայմանավորվում, թե մենք քանի տարի ենք ապրում ամեն դեպքում, էլի կյանքը պայմանավորվում է նրանով, թե ինչքան խիտ ենք մենք ապրում, թե ինչքան հաճախ է մեր կապը Աստծո հետ, թե ինչքան հաճախ է մեր մեջ process-ները, թե գետնի, հողի, բույսերի, բնության, մարդկանց հետ։ Իսկ հիմիկվա մարդը դարել ավելի երկարակյաց, բայց բայց ինքը իր կապերը բոլոր կորցրել է այն ամեն ինչի հետ, ինչը որ բնական է։ Ես այսօր որ հողին ձեռ եմ տալի, արա կարոտ եմ զգում, եղբայր։ Ես այսօր որ բույսերին կամ ծառին կպնում եմ, ասենց ես կարոտ եմ զգում։ Էդի այն կարոտը չի, որ ես գիտես ինչ մանկուց տենց եմ ապրել, մանկությունս։ Էդի նախնադարյան կարոտ է։ Էդի այդ հոգու մեջ դրած կարոտն է։ Որը որ 20 տարում չի փոխվում։ 20 տարում այդ մոդիֆիկացիան չես փոխի քո մեջ։ Այսինքն մի քանի հազարամյակ մարդ ապրել է սենց մի հատ կենցաղով ու դու 10 տարում 20 տարում շրջում ես այդ կենցաղը ու իրան տալիս ես այս զիբիլ հարը։ Ու էսի դառնում է իր կյանքը ախպեր։ Դու տենում ես մարդուն թե ինքը ինչ կոմունիկացիա ունի սրա հետ ու նույն մարդուն տենում ես թե ինքը կոմունիկացիա իր կոմունիկացիան ինչպիսին է միջավայրի հետ դու ճոգում ես որ էսի անկեղծ 1000 անգամ իր համար ավելի արժեքավոր է քան միջավայրը դրա համար էլ Apple-ը շատ կներես ինչ ուզում է զիբիլ է ստեղծում մարդը պատրաստ է եթե ամեն տարի այդ փողը տա ամեն տարի այդ փողը քիչ չի 1200 եվրո չէ մարդու մի ամսվա, երկու ամսվա Հայաստանում դա մի քանի ամսվա աշխատավարձն է մարդու նորմալ միջին, հա, բայց մարդը կեթայտի կտա, ինչա որ ինքը ամեն տարի նոր վերսիան ունենա, որովհետև էս իր ամենահարազատ կետն է։ Օրետի բտխուր չի։ Որի է։ Բայց մյուս կողմից է նայում ես, ասենք այդ զարգացման թեմաները, չէ՞։ Ոնց որ բնական է, որ եթե ինչ-որ քաղաքակրթություն է, պիտի զարգանա, պիտի առաջ գնա։ Ու զարգանալ առաջ գնալ ինչի մասին է, ասես համար 1 մետրիկան դրա հարմարավետությունն է։ Ասենք խենք սարքում տարբեր մատերիալներ, որ ավելի թեթև լինի, ավելի պինդ լինի կամ ավելի ջերմունակ լինի, երկարակյաց լինի կամ։ Հա, ասենք նայած ինչի համար, էլի ավտո սարքելու, թե տան համար, տարբեր տեսակի նյութեր ենք վիզ դնում սարքում, որ ինչ-որ ֆիչերներ ունենան բոլորը մեկում, որ մեզի դուր կգա, մեզ ձեռնտու կլինի էդի։ Ասենք սենց լիքը պրոցեսներ ենք անում, որ ամեն ինչ հարմարավետության տանի, էլի խոսքի չգիտեմ, գազից հրաժարվում ենք, արևային պանել ենք դնում, որ ջուրը արևից լինի, սենց անկախ լինի, ավելի հարմար լինի, գազի տրուբա չունենա ստոնը, չգիտեմ։ Ու լիքը տենց էլի հազար մի բաներ, էլի։ Նույնը ասենք վերջի բանը AI-ը։ Չես ուզում մտնես Google, ասենք բան մանգաս կամ չգիտեմ ինչ-որ։ Գրես բերի է։ Գրես թո բերի, անհատական այդ բերածի վրա էլի հարցեր տաս գնա։ Ավելի լավը բերի։ Հա, սա հարմարավետության, բայց դե արդեն հարցը գալիս է նրան, օքեյ։ Ոնց որ հարմարավետություն ավտոմատացում արիր դու, ասենք մեքենան է շորերդ լվում, սպասքդ մեքենան է լվում։
գործդ AI-ն անում խոսքի մեծ մասը։ Մստում ես ավտոն կտեսնում ես արդեն չես քշում ինքը տանում։ Բայց դու ինչ ես անում ընկեր։ Բայց ինձ թվում է մենք էլ հենց այդ հարցը ընկել ենք այն միջակայքում որպես մարդ, այսինքն ծնվել ենք այն միջակայքում, որտեղ որ այս փոփոխության ընթացքն է հարմարավետության։ Այսինքն այն նախնադարյան մի քանի հազարամյակ մարդը ապրած, որ ինքը հող, բույս ու ջախջախվել է ինքը այդ անելիքների մեջ ու արդեն եկել է ընկել է այդ հարմարավետության իր դեգերումների ընթացքի մեջ։ Ինձ թվում է մենք այդ դատարկ միջակայքում ենք հիմա ապրում, մեր սերունդները։ Այսինքն մոտակա մի քանի սերունդ է էլի, որ այդ հարմարավետությունը հասնի պիկին ու էդ էլ բերի իր սպառմանը, որ ժամանակ մարդն ասի, բա հետո ինչ։ Հիմա պիկի վրա չի քո հարմարավետությունը։ Ապա պիկի վրա չի, պիկի վրա իմ հարմարավետությունը չէ, ինձ թվում է մարդու ընդհանուր գլոբալ հարմարավետությունը մարդը չի կարծում, որ պիկի վրա է, քանի դեռ ինքը չի իր կաշվի վրա չի զգացել հարմարավետության բերած աղետը։ Հիմա մենք այդ դարաշրջանում ենք, որ մարդը հələ այդ գայթակղությունն ուտում է հարմարավետության, որ ինքը համարում է, որ PlayStation, fast food Չէ, դες բայց էդի բաներն է, լրացնելիքներն է հարմարավետության, չէ, այդ քո ասած fast food-ն ու PlayStation-ը։ Այ ոնց որ իմ հարցը հետեւյալն է, օքեյ, հարմարավետությունը շինիր։ Բայց ինչ դու պետք է անես, ոնց որ այն ժամանակը ինչի վրա պետք է ծախսես, որ պետք է ծախսերի դու գործերի վրա։ Դա չէ ամենակարևոր հարցը մոտենալու։ Այսինքն եթե դու պետք է ծախսես PlayStation fast food reel, հա, տանում է աղետ։ Հա, բայց քանի որ միջավայրը էդ է, միջավայրը ինքը ուտում է այդ կուտերը ու միջավայրը վերցնում է այդ գայթակղությունը, որ ինքը իր ֆուլ հարմարավետությունը ստեղծում է, որ չի լինի։ Քանի դեռ մարդը չի եկել հասել նրան, որ ինքը զգա, որ այդ ֆուլ հարմարավետությունը աղետաբեր է, միջավայրի մեջ բան չի փոխվում։ Դու որպես անհատ մյուսը մի քանի հոգի, երբ որ գաք այդ հարմարավետության ու հետո դու ջոգես թե քո կյանքի ընթացքը ոնց տանես, դու արա քո համար։ Բայց ինձ թվում է այստեղ մի հատ ահռելի շերտի է վերաբերվում, որ այդ ահռելի շերտի մեջ էլ է լուսավորում տեղի ունենալու։ Երբ որ այդ ահռելի շերտը անցնի այս միջակայքը ու զգա, որ այս ֆուլ հարմարավետությունը իրան կործանեց։ Ու հետո այդ ֆուլ հարմարավետությունը ինքը օգտագործի, որ գնա դեպի իր լավին, դեպի իր Աստծուն, դեպի հոգևոր կյանքին, դեպի երկնքին, դեպի էսիենի ու թողի այս աշխարհիկ գայթակղությունները։ Իսկ հիմա է որ այդ ռիլային թեման էլի գանք են, որ դու տեսնում ես ռիլերով, էդ էլա, չէ, սնունդ է ինֆորմացիոն, թե ինչա տրվում։ Porsche, Bali, աղջկեք, մարզված տղեկ, փող, Rolex, հա? Այսինքն մարդիկ գնում են այդ գայթակղություններին ու տրվում են, իրանց երանելիությունը դրա մեջ է։ Ու բոլորը ձգտում են այդ փողին, որ ընկնեն այդ երանելի պունկտերում։ Ու այդ փողի համար դնում են իրանց կյանքը, հուփ են տալի, կողքից էլ գայթակղություն, մայթակղություն, մսխվավ կյանքը։ Բայց երբ որ մարդը ֆոկուսը լինի այն պահին, երբ որ հա էս արեցի, ջոգեցի, որ էս սաղ դատար կա, արա ընկեր, նա անկեղծ լինեմ։ Մի այնտեղ խոսքի ящикով 8 հատ ժամ շարածելներ, ամեն մեկը 40,000-ի Rolex։ Էդի քեզ ինչ էր տալու։ Օրինակ եմ ասում, արա ես որ ին վրա պատկերացնում, որ ասում եմ, հա կկապեի, արա բայց կյանքս դրանով չէր փոխվի։ Էդի բանի հարցն է, էլի, եթե տրակցնելու չունես ոչ մեկին, անկեղծ։ Այո, եթե անկեղծ, իսկ իրապես ոչ մեկի տրակցնելու չունես ու այդ ֆակտորն էլ կա, իսկականից ոչ մեկի կարծիքը քո համար հետաքրքիր չէ, որտեղ ամեն մեկը հիմա ասում է թքած ունեմ սաղի կարծիքի վրա։ Ճիշտ ես ասում, բայց այտենց չի։ Սաղ կյանքը ապրում է մյուսների կարծիքների համար։ Այդ ֆակտորն է։ Եթե էդի չլինի, քեզ տարբերություն չկա։ Այդ ֆակտորն էլ կա, բայց չես կարծում, որ այդ տրակցնելու թեման էլ գալիս է այդ բանից, այդ կռվից, որ սպասի ես ունենամ, որ տրակցնեմ, մյուսն ասում է ես էլ ունենամ, որ տրակցնեմ։ Ոնց որ ես ցույց տամ, որ ես էլ ավելի հարմարավետություն ունեմ։ Հարմարավետության կռիվն է։
Ավելի դզված եմ, ավելի հով եմ բարկած, ավելի եմ քանդու, ավելի ոնց որ այդ этаպը կավարտվի են պահին, երբ որ դու ջոգես, որ այդ ամենահով բարկածը քաքի մեջ ախտի։ Ինչքան հով, այնքան սկավազնակ։ Հա, այնքան շատ է սիվանանալ։ Հա։ Ինձ տենց է թվում։ Լավն է։ Շատ լավն է։ Այս դրվագի վրա էլ ավարտենք։ Սիրով ախպեր ջան։ Շատ լավ է։ Սիրում եմ քո այդ զրույցները։ Արալ ջան։ Օրը ինչ է։ Զնգոց արա։ Ախ, արա, մութը տվեց օպե։